Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանակի ակնկալիքով, որպես Հայաստանին ինքնիշխան խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժը։ Այս ընտրությունների գլխավոր հարցը մեր կարծիքով եւ կարծում եմ շատերի կարծիքով դա խաղաղության հարցն է։ Գիտեք, ով ճիշտ է գուշակում գլխավոր հարցը ընտրությունների եւ ճիշտ է կառուցում իր ընտրաշավը, նա էլ ունի ամենամեծ շանսերը այդ ընտրություններում հաջողության հասնելու։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դա եւ դրա համար էլ ընտրել է խաղաղությունը որպես գլխավոր կարգախոս։ Գիտեք, այդ իր բանա, այդ դատարկ սրտիկը, չգիտես խի կարմիր ձեռքերով կարծես ինքը հասկանում է, որ իր ձեռքերը արյունոտ են ինչ-որ իմաստով եւ ինքը փաստորեն որոշել է այդ կարգախոսով գնալ ընտրությունների, ավելին ասեմ, որոշել է տիրանալ ինչ-որ իմաստով մենաշնորի, խաղաղության մենաշնորը վերցնել իր ձեռքը։ Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ գործ ունենք հերթական մեծ խարդախության հետ։ Նա փորձում է 1.5 տարի չկրակելը սահմաններում, չգիտեմ, մի քանի վագոն բենզինը Ադրբեջանի տարածքով Ալիևի թույլտվությամբ բերելը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ։ Ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հրաժարվում է դա անել, մեր գերիները շարունակում են տանջվել Բաքվի բանտերում, լրատվամիջոցները Ադրբեջանի եւ քաղաքագետները շարունակում են խոսել Զանգեզուրի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի այլ տարածքների ազատագրման մասին։ BRICS-ը, ներողություն, TRIP-ը, նրա կողմից ստորագրած TRIP-ը, որը նա ներկայացնում է որպես մեծ ճեղքում դեպի խաղաղություն, մնացել է մտադրությունների արձանագրության մակարդակի վրա եւ վերջի զարգացումների արդյունքում կարելի ասել, որ կորցնում է իր կենսունակությունը։ Ադրբեջանի կողմից առաջ են քաշվում պահանջներ, որոնք սպառնում են մեր ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։ Ուրեմն նա սուտ է ասում, որ խաղաղություն են բերել։ Սուտ են ասում, որ խաղաղության կուսակցություն են։ 2021 թվականին, եթե հիշում եք, նորից հայտարարում էին, որ վերջապես բերել են խաղաղության դարաշրջան։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության դարաշրջանի արդյունքում ոչնչացվեց Արցախը, մեր Հայաստանի տարածքում գրավվեցին մեր ինքնիշխան տարածքները։ Եվ այսքան ստերից հետո Փաշինյանը նորից հանդգնում է իրեն ներկայացնել որպես խաղաղության կուսակցություն։ Իրականում Փաշինյանը եւ նրա թիմը դա ապացուցված պատերազմի կուսակցությունն է։ Խաղաղության հեռանկարը կործանել է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը, մերժելով 2019 թվականի պլանը, եւ մենք միակ կուսակցությունն ենք, որ սրա մասին կարող ենք բաց ճակատով ասել, որովհետեւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը եւ առաջին հերթին ինքը Նիկոլ Փաշինյանը ագրեսիվորեն մերժել էր այդ 5 շրջանի վերադարձի խաղաղարար պլանը, որը բավականին հայանպաստ լուծում էր եւ ըստ էության ապահովում էր երաշխավորված խաղաղություն Հայաստանի համար եւ Արցախի համար, ընդ որում Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ հայկական վերահսկողության, ռազմական վերահսկողության պահպանմամբ։ Նա խաղաղությունը կործանել է, նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին, նաեւ 2022-23 թվականներին մերժելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Պրագայի հայտարարությունը եւ այդ ամբողջ պատմությունը, թե ինչպես էր նա վիժեցնում այդ պլանի իրագործումը
Եվ ամենակարևորը ցավոք սրտի այն է, որ նա շարունակում է կործանել խաղաղությունը եւ անում է դա հենց հիմա, հույսը դնելով թրիփի մեխանիզմի վրա, որը իրականում չի աշխատում, որովհետեւ հիմնված է ոչ թե գերտերությունների շահերի ներդաշնակման վրա, այլ նրանց հակամարտության վրա։ Սրան ես ավելի մանրամասն կանդրադառնամ։ Ուրեմն, այս ամենին մենք հակադրելու ենք ինքնիշխան խաղաղության կառուցման մեր մոդելը։ Խաղաղության կուսակցությունը մենք ենք եւ այդպիսին ենք եղել ի սկզբանե։ Մենք միշտ էլ ասել ենք, որ պետք է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որ մեր ազգային անվտանգության գլխավոր երաշխիքը հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեջ պետք է փնտրել եւ մենք շատ արդյունավետ ենք գործել այդ ուղղությամբ։ Կասեք, բա ինչու չեք հասել արդյունքի, շատ պարզ պատճառով Թուրքիան ու Ադրբեջանը համաձայն էին, արդյունքի չհասանք, որովհետեւ մեր ներքին առավելապաշտները խանգարեցին դա անել։ Եվ մենք պատրաստ ենք շարունակել խաղաղության հաստատման գործընթացը եւ կատարել Հայաստանի կողմից ստանձնված բոլոր միջազգային պարտավորությունները։ Ես նորից կրկնում եմ սա որպես կարևորագույն հայտարարություն։ Մենք պատրաստ ենք շարունակել խաղաղության հաստատման գործընթացը եւ կատարել Հայաստանի կողմից ստանձնված բոլոր միջազգային պարտավորությունները։ Այսինքն, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության հաստատումը եւ հարաբերությունների կարգավորումը լինելու է մեր գլխավոր առաջնահերթությունը։ Բայց ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ մենք նաեւ անկախականներ ենք։ Մեզ պետք է խաղաղություն, որը պաշտպանում է մեր անկախ պետականության հիմքերը, մասնավորապես անկախության հռչակագիրը, հայ առաքելական սուրբ եկեղեցին, որ դարեր շարունակ եղել է մեր ազգային միասնության ցեմենտն ու շաղախը, եւ մենք պնդում ենք, որ մեր ներքին հարցերը, մեր ընտրությունները, սահմանադրությունը, պետական խորհրդանիշները, պատմագրությունը մերն են բացառապես, ոչ մեկին թույլ չենք տալու խառնվել այդ հարցերի մեջ, մի բան, որ Նիկոլը անում է։ Խաղաղությունը, որովհետև չի կարող պայմանավորված լինել մեր ներքին քաղաքական ինքնակառավարման հարցերին վերաբերվող Ադրբեջանի պահանջների կատարմամբ։ Մեզ ոչ ոք իրավունք չունի դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության, իսկ ես կասեի վտանգի առջև։ Իրականում այդպիսի ընտրություն չկա։ Կորցնես ինքնիշխանությունդ, կկորցնես նաև խաղաղությունը։ Մենք անկախական ենք նաև այն իմաստով, որ արևմտամետ չենք, ռուսամետ չենք, եւ մենք համարում ենք, որ պետք է համագործակցել ամբողջ աշխարհի հետ։ Իդեպ, ով որ կասկածում է մեր արտահայտված դիրքորոշումների վրա, խորհուրդ կտամ կարդալ մեր վերջին համագումարում ընդունված բանաձևը, որտեղ մենք բացահայտ խոսում ենք սրա մասին։